Այս տարվա օգոստոսին ձեր մայրը անզգուշաբար վայր է ընկել, ինչից հետո շտապօգնության բրիգադը, բժիշկների խումբը ձեր մայրիկին տեղափոխել է Երևանի Արթմեդ բժշկական կենտրոն կամ վերականգնողական կենտրոն, որտեղ ըստ ձեզ բժշկի սխալ գործողությունների արդյունքում որ ասում է աչքը հունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին, հետո ձեր մայրը տեղափոխվեց այլ բժշկական կենտրոն, եթե չեմ սխալվում, թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ըստ ձեզ համեմատած առաջին հիվանդանոցի այդքան էլ բողոքներ չկա։ Խնդրեի համառոտ ներկայացնեք, երբ է դեպքը տեղի ունեցել, ում խորհրդով դիմեցիք այդ հիվանդանոց կամ ինչ պարզեցիք հետագայում։ Դեպքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին, մայրս Բաքվում աստիճաններից իջնելիս վայր ընկել, թևը կպել է աստիճանների բազրիկին, հարևաններ են եղել, շտապօգնության մեքենային կանչել, շտապօգնության մեքենան տեղափոխել է Արթմեդ բժշկական կենտրոն, այնտեղ կատարվել է ռենտգեն հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է վասկոսկրի կոտրվածք տեղաշարժով։ Բժիշկները առաջարկել են վիրահատություն, որի նպատակն էր մետաղական կոնստրուկցիաներով ուրեմն մոտեցնել կոտրված ոսկորի ծայրերը եւ ամրացնել, ֆիքսել։ Վիրահատությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։ Վիրահատությունից հենց անմիջապես հետո վիրահատող բժիշկն է եղել Ավետիսյան Ռաֆայելը, վիրահատությունից անմիջապես հետո բժիշկը մոտեցել է եւ հարցրել է արդյոք դաստակը կարող է շարժել, տեսել է որ դաստակը չի շարժվում։ Հետագայում երբ փորձեցի հետաքրքրվել բժիշկից թե ինչն է պատճառը, նա սկզբնական շրջանում հիմնավորում էր թե հնարավոր է այտուցից նյարդի ֆունկցիան խանգարված լինի։ Հետագայում տեսնելով որ չի վերականգնում, ավելի է բարդանում։ Ավելի է բարդանալ չգիտեմ, երևի ավելի շատ նույնն է մնում, չի լավանում, դեպի դրականը չի գնում, դեղեր է նշանակել, դեղերը ընդունել է, դեղի այդ արդյունքը դրական տեղաշարժ չի նկատվել, աստիճանաբար չնայած ինքը սկզբից չէր էլ բացառում, որ հնարավոր է մեղ դնելու ուրեմն հետևանքով հնարավոր է նյարդը վնասված լինել։ Հետագայում ինքը կանչել է միկրովիրաբույժի, նույն հիվանդանոցում աշխատող, միկրովիրաբույժը ուրեմն քննել է եւ որոշում են կայացրել ուղարկել հետազոտության, որը կոչվում է էլեկտրանեյրոմիոգրաֆիա, որի նպատակն է պարզել նյարդի ուրեմն ֆունկցիոնալ խանգարումը, այդպես կարելի է։ Իսկն իմ տեղեկություններով ես հիվանդանոցից ճշտել եմ, իմ տեղեկություններով չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, երբ ձեր մայրը տեղափոխվել է հիվանդանոց, այդ վնասված մասում նյարդի ոչ մի խնդիր, ոչ մի բողոք չի եղել։ Այո, ճիշտ եք, պարոն Շամշյան, էպիկրիզի մեջ նշված է, որ ընդունվելիս, հիվանդանոց ընդունվելիս, ուրեմն նյարդավորումը եւ անոթավորումը պահպանված է, այսինքն նյարդի հետ կապված խնդիր չի եղել, դա նույնիսկ իրենք են ֆիքսել էպիկրիզի մեջ։ Այնպես որ վիրահատությունից հետո հետազոտությունները էլեկտրոնեյրոմիոգրաֆիա եւ նյարդի սոնոգրաֆիա արվել, այնտեղ արդեն նշված է, որ նյարդի խնդիր կա, չնայած դե ակնհայտ երևում է, որ դաստակը չի բարձրանում։ Իսկ երբ այնտեղից տեղափոխեցիք, Արթմեդից տեղափոխեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոց դուք տարաք, հետո փորձեցիք Արթմեդից ճշտել, ինչու այդպես եղավ։ Պարզաբանում տվել են, բացատրել են ձեզ, ընդունում են իրենց մեղավորությունը կամ չեն ընդունում։ Իրենց խոսքերից պարզ երևում է, որ այո, իրանք ընդունում են, իրենց ոչ միայն խոսքերից, այլև գործողություններից երևում է, որ իրանք ընդունում են, եղածի մեջ իրենց ուրեմն պատասխանատվությունը։ Այսինքն իրանք ընդունում են, որ ձեր մայրը իրենց սխալ կամ թերի, ես չեմ հասկանում այդ բժշկական տերմիններից, դրա արդյունքում ավելի է
երկարել է, էլի, ասենք եթե մեկ անգամ պետք է վիրահատություն տարվեր, տարվավ երկրորդ անգամ համալսարանական հիվանդանոցում, բայց դրանից հետո էլ տևական ժամանակ, եթե ինձ թվում է, ձեր մայրը պետք է տևական ժամանակ, նույնիսկ հնարավոր է մի տարի բուժում։ Այո, ճիշտ նկատեցիք, պարոն Շամշյանը, ըստ բժշկական բժիշկների ասելով, այդ վերականգնումը նյարդի Նույնիսկ կարող է շատ էլ տևի։ 1 տարի միջին։ 1 տարուց ավել կարող է տևի։ Այո, ու դա էլ դեռ հարցական է, ամբողջությամբ կվերականգնվի, թե չի վերականգնվի։ Աստորեն մարդը ընդունում է հիվանդանոց, ասենք, կիսա հիվանդ վիճակում դուրս է գալիս հաշմանդամ դարձած։ Իսկ ձեր մայրը քանի տարեկան է։ 72 72 տարեկան, երբևէ ոչ մի անգամ դենց առողջական խնդիրներ բան չի ունեցել։ Ինքը ունեցել է սրտի, ասենք, Դե բոլորս էլ ունենք, այո, ճնշմատատամներ, բայց կոնկրետ այդ պահին ուղղակի ոտքն է ոլորվել, ընկել է, ասենք, գլխապտույտ բան չի ունեցել այդ պահին։ Հիմա ձեր հետագա քայլերը դուք ինչ եք ուզում էլի, որպեսի Ես իմ պարտն եմ համարում լուսաբանել այս փաստը, քանի որ սա առաջի դեպքը չի այդ հիվանդանոցի ու մասնավորապես այդ բժշկի մասնակցությամբ լուսաբանել, որ մեր քաղաքացիները տեղյակ լինեն ու իրենց, ասենք, առողջության հետ կապված խնդիրներում ճիշտ որոշումներ կայացնեն հետագայում։ Դա է իմ, ասենք, իսկ կներեք, փորձել եք դիմել առողջապահության նախարարություն, նախարարին կամ գլխավոր բժշկին, փորձել եք հանդիպել։ Այս պահին չէ, բայց նախատեսում եմ դիմել։ Եվ հավատում եք, որ օբյեկտիվ, որտեղ ես հասկացա ոչ միայն ձեր խոսքից, այլ նաև ձեր ընտանիքի անդամներից, որ իրենք ուզում են, որպեսի օբյեկտիվ թեկուզ ներքին, իրենց ներքին օղակում քննություն կատարեն եւ մեղավոր բժշկին հասկացնեն, որ իրեն պատճառով 70-անց կինը կրկնակի առողջական խնդիրների առաջ է կանգնել, որ հետագայում մարդիկ իմանան, այն որ ասում չգնան այդ հիվանդանոց, չգնան իր մոտ։ Գիտեք ինչ, ես չեմ բացառում, որ այդ հիվանդանոցում լավ բժիշկներ կլինեն։ Կոնկրետ ասենք, այս փաստը կա, ես ուզում եմ, որ ֆիքսվի այս փաստը այդ բժշկի մասնակցությամբ։ Իսկ ինչ վերաբերում է առողջապահության նախարարությանը դիմելու, ուրեմն դեպքում ինչ ընթացք կստանա, ուզում եմ ենթադրել, որ դրական ընթացք կստանա։ Հետագան կերևա էլի։ Հետագայում դրական իրենք ուրեմն հետագայում sense խնդրի առաջ չբախվեն։ Տևական ժամանակ, ահագին ժամանակ արդեն պետք է հələ ձեր մայրը բուժումները ստանա, էլի։ Բուժումները պետք է ստանա եւ այդ հոգեբանական պահը Հետո եթե չեմ սխալվում, պետք է մասնագետի մոտ էլ գնաք, չէ՞ որ մասաժներ անեն, հիմա գնում ենք վարժություններ։ ֆիզիոթերապիա։ Հիմա դուք ո՞նց եք, տատի։ Ցավերը կա, չէ՞ կամ այդ գիշերը քնածված մի փոքր թեքվեք այդ կողմի վրա, ցավը մի անգամից Գիշերները չեմ կարողանում քնել։ Այն որ ասում ավելավա տանեք սնխչի մոտ, չէ՞։ Չգիտե, ես ասեմ, դες լավ սնխչի ու իմանանք կգնանք 100%։ Մի հատ փոքր անզգույշ շարժում ես պատկերացնում ցավը։ Այո, ահա որ ցավերի։ Իսկ այդ բժիշկը չի եկե հիվանդանոցում հետո ձեզ տեսնի, ասի լավ ընդունում ենք մեր մեղավորությունը, բուժումները մենք կանենք։ Սենց բան եղավ, ինքը որ մաման պետ պատվերով է ստացել բուժումը։ Պետ պատվերի խերն էլ է դա։ Բանը ինքը հասկանալով իր մեղավորությունը այդտեղի բժիշկը հա Ավետիսյան Ռաֆայելը միկրովիրաբուժին կանչել էր, որ բանը ուրեմն այդ նյարդի վիրահատությունը ուրեմն արվի, իհարկե ուրիշ պահեր էլ կան, որ չեմ ուզում ասել, բայց այդ գործողություններից երևում է, որ ինքը իր մեղավորությունը ընդունել է, խնդիրը դա չի, բայց միգուցե ինքը ավելի, չգիտեմ, իր մասնագիտականի վրա աշխատի, կամ եթե դժվար է իրան այդ ոլորտում աշխատել, միգուցե ուրիշ ոլորտում ինքը աշխատի, խնդիրը ինչ չի, որ ասենք իրան սևացնեն։ Խնդիրն է նա, որ մարդիկ տեղյակ լինեն ու ասենք ինքն էլ ավելի աչալուրջ լինի, զգոնը լինի, էլի։ Հա, իր ազգոնությունը բարձրանա, ասենք վիրահատությունների ժամանակ։